Եվրոպան հոգնել է Էրդողանից։ Մերկել-Էրդողան բանավեճն առաջին հերթին Թուրքիայի մասին է, պարզաբանում է Ալեքսանդր Իսկանդարյանը, եւ հիշեցնում, որ նման կտրուկ հայտարարություն Գերմանիայի կանցլերն արել էր նաեւ Գեզի այգու դեպքերի առնչությամբ։ Եվրոպան բացասաբար է վերաբերվում Թուրքիայում եւ շուրջը կատարվողին, մասնավորապես Անկարայի արտաքին քաղաքականությանը հարևանների նկատմամբ։ Բնականաբար Թուրքիայի ցավոտ տեղերից մեկը ցեղասպանությունն է ու հայ-թուրքական փակ սահմանը։ Գերմանիան հեգեմոնի դեր է ստանձնում Եվրամիությունում, ընդգծում է Անուշ Սեթրակյանը։ Նա եւս Մերկելի խոսքերը Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների հոլովույթում է դիտարկում։ Որևէ կերպ չի կարողանում համակերպվել Թուրքիայի ամբիցիաների հետ, որը ուզում է իր ռեգիոնում կատարել հեգեմոնի դերը եւ Արևմուտքի եւ Իրանի ջերմացնող հարաբերությունների ֆոնին իհարկե Թուրքիան չի կարող ընդհանրապես դիմանալ իր հեգեմոնության կորստի հետ։ Այդուհանդերձ մինչև նախագահական ընտրությունները Թուրքիայի քաղաքականության մեջ քաղաքագետները փոփոխություն չեն կանխատեսում։ Այս փուլում Էրդողանի համար Մերկելի հայտարարությունները պակաս կարևոր են, քան Էսկիշեհիրում, Իզմիրում, այսինքն Թուրքիայի ներսում հնչող կարծիքները։ Եվրոպայի համար այսօրվա տեսքով Թուրքիային հյուրընկալելը վտանգավոր է։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այս մտահոգությունն է տեսել Մերկելի մոտ։ Եվրոպան վախենում է, որ ցեղասպանության այդ հանցագործությունը չընդունած մի հանցագործ կմտնի Եվրոպա եւ կմտնի այդ բեռ ու բաժինքով, այդ վարքու բարքով։ Մյուս կողմից քաղաքագետի դիտարկմամբ Եվրոպան զգուշանում է Թուրքիայի բնակչության մեծաքանակությունից, ինչ վերաբերում է փակ սահմանին, ապա Մանասյանն առաջարկում է հայ-թուրքականից բացի Եվրոպային հիշեցնել նաեւ Նախիջևանի մասին։ Օկուպացված Նախիջևանով թուրքերը, Ադրբեջանցի թուրքերը, ադրբեջանցի թուրքերը փակել են Եվրոպայի ճանապարհը դեպի Ասիա տանող ճանապարհը։ 2015-ի մոտենալուն զուգահեռ ցեղասպանության ճանաչման կոչերը Եվրոպայում կակտիվանան, կանխատեսում է Մանասյանը։ Նա առաջարկում է հրեական հոլոքոստի օրինակով մեծ եղեռն տերմինը միջազգայնացնել, որպես հայերի ցեղասպանության հոմանիշ։ Արկադի Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։